Արևձեզ ոնց որ պայմանավորվել էինք քիչ խոսալու ու շատ գործ անելու մասին, ես կներկայացնեմ այդ գործի կտորը։ Երեք մենք իրազեկող երթ ենք ունեցել, այդ կարևոր էր եւ մեր համար եւ process-ի համար, մեր համար կարևոր էր, որ դաշտն էինք շոշափում ու քաղաքացիների հետաքրքրված արձագանքն էինք ստանում։ Process-ի համար կարևոր էր, որովհետեւ մենք պիտի կարողանանք ցույց տալ, որ բոլորը չի որ համակերպվել են, բոլորը այնպես չի որ բոլոր չհամակերպվածներն այստեղ են եւ մեր խնդիրն է անել այնպես, որ բոլոր չհամակերպվածները լինեն փողոցում ու առաջ մղեն այս օրակարգը, շատ բարձր ասեն, որ մենք թույլ չենք տալու, որ մեր հայրենիքը վերածեն արևմտյան Ադրբեջանի եւ մենք ունենք այդ պոտենցիալը, այդ կամքը, քաջությունը որոշում կայացնելու ու այլ կերպ ապրելու, որ մենք չենք փնտրելու մեր համար ապահով փախստականների ճամբարներ, այլ մենք տեղ ենք կանգնելու մեր երկրին ու այդ երկիրը դառնալու է մեր անվտանգության, իրավունքների ու ինքնության պաշտպանության երաշխավորը։ Հիմա գործից։ Ստեղից դուրս ենք գալու, այլենք դեպի մարդաշատ ուղղություններ եւ իդեպ իլուր ոստիկանության, որը խիստ պնդում է որ անպայման երթուղի լինի, եթե ոստիկանությունը իր օպերատիվ տեղեկություններով կկիսվի, թե հիմա քաղաքում որտեղ է մարդաշատ, մենք կարող ենք բանակցենք երթուղու հետ կապված, բայց եթե դա այդպես չի, մենք ակնադիտական եղանակով գնահատելու ենք որտեղով է նպատակահարմար, որ մեր երթը անցնի։ Քայլելու ենք, իրազեկելու ենք մարդկանց, այդ իմ ասած ողջամիտ տրամաբանության շրջանակներում ոստիկանությունը օրենքով վերապահված իր պարտականությունը պիտի կատարի ապահովի այդ երթի անվտանգությունը եւ մեր իրազեկող ակցիան ունենա ինձ թվում է բոլորիդ համար ենթադրելի ընթացք եւ ավարտ, մնացածը արդեն ճանապարհին բոլորիս համար բարձ կլինի։ Շնորհակալ եմ։